Օրերս Երևանի պետական համալսարանից հեռացվեց միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դասախոս Սահակ Մանուկյանը։ Դասախոսության ժամանակ գրատախտակին ներկայացված օրինակը ուսանողը լուսանկարել է եւ ներկայացրել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին։ Կարճ ժամանակ անց դեկանատից դասախոսին տեղեկացրել են բուհում նրա դասախոսական գործունեության դադարեցման մասին։ Ուսանողը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Արուսյակ Մանավազյանի դուստրն է։ Երևանի պետական համալսարանի նախկին աշխատակիցներից շատերը վստահ են, որ որոշումը քաղաքական է։ Առանց իմ գիտության, առանց ինձանից թույլտվություն հարցնելու ուսանողուհիներից մեկը որոշել է, որ պիտի ինձ նկարի եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ իր կուրսընկերներին։ Մանուկյանի խոսքով օրվա դասախոսությունը նվիրված էր ժողովրդավարական համակարգին եւ խոսքի ազատությանը։ Ինքը հայկական արտադրության մի ֆիլմում օգտագործված բառի օրինակով բացատրում էր վիրավորանքի եւ զրպարտանքի տարբերությունը։ Սուրճ Ջանիբեկյանը իր հանցագործին, իր զոհին ասում է հետեւյալ միտքը. հասկացար այ ֆուցն։ Ես այդ բառը չեմ ասում լսանում, ասում եմ ֆիլմը դիտել եք, ուսանողներն ասում են այո, դրվագը հիշում եք, ի զարմանալիից հիշում էին։ Նշված բառը կիրառվել էր Սահակ Մանուկյանի որպես փաստաբան վարած գործերից մեկում։ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի ընտրության օրը ըստ հանրային հեռուստաընկերության ռեպորտաժի նախկին ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը այդ բառը օգտագործել էր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Վահրամ Դումանյանի հասցեին։ Նախկին ռեկտորի խորհրդական եւ Սահակ Մանուկյանի վստահորդ Թամրազյանը դիմել էր դատարան հանրային հեռուստաընկերությունից պահանջելով զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքել։ Մանուկյանը ստուգաբանական աշխատանքից հետո պարզել է, որ նշված բառը իրականում չունի այն խիստ բացասական իմաստը, որ իրեն վերագրվում է։ Վիրավորանք է, այլ ոչ հայհոյանք։ Մանուկյանը դասախոսության ընթացքում նշել է նաև անձանց անունները, որոնք անցնում էին նշված գործով, այդ թվում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարարի անունը։ Ես ինքս միջազգային փաստաբանական հարցում եմ իրականացնում Ռուսաստանի Դաշնությունում գտնվող համալսարանի լեզվաբանական ուղղվածություն ունեցող, որոնք ինձ բացատրում ասում են ճիշտ է բառը արմատը ռուսական է, ռուսերենից է բխում, բայց ակունքները գալիս են Օդեսայից։ Սա Օդեսայի բառապաշար է, հրեաների շրջանում հիմնականում տարածված, որը չի համարվում հայհոյանք, համարվում է վիրավորական բառ։ Օրինակ զոհ կամ հիմար։ Եվ այդ հարցումների եւ ստացված պատասխանների հիման վրա մենք կարողանում ենք ամբաստանյալի դեպքում հասնել արդարացման, մեզ հաջողվում է կարճում է քրեական գործը եւ քաղաքացիական գործով որպես հայցվոր հայցը բավարարվում է։ Եվ հանրային հեռուստաընկերությունը ըստ էության պարտվում է գործը եւ համարում որ զրպարտչական բնույթի արտահայտություններ արել։ Բուհի ռեկտորը Մանուկյանի հետ չի խոսել, աշխատանքից հեռացման լուրը հայտնել է դեկանը։ Համալսարանի ռեկտորից, պրոռեկտորից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Իր կարծիքը հայտնեց նախկինում համալսարանական խնդիրներ բարձրաձայնող Restart շարժման անդամ, այժմ Restart հիմնադրամի ներկայացուցիչ Յուրի Մովսեսյանը։ Ես ինչքանով որ տարբեր մարդկանցից հարցել եմ կոնկրետ իրադարձության հետ կապված, որևէ մեկը չի ասել, որ նա ինչ որ քաղաքական խոսք է օգտագործել հենց այդ դեպքում ու ընդհանրապես նախկինում էր, որովհետև ես նույնպես եղել եմ Սահակ Մանուկյանի ուսանողը ու երբևէ չեմ նկատել նույնիսկ նախորդ իշխանությունների ժամանակ, որ ինչ որ ինքը քաղաքական քարոզ անի եւ այլն։ Երբ մենք տեսնում ենք, որ նույն ԵՊՀ-ում հումանիտար հոսքում շատ քիչ կոմպետենտ դասախոսներ կան եւ դու հանում ես դրանցից լավագույններից մեկին, խնդրահարության հենց այստեղ է կայանում։ Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակը Civilnet-ին հաղորդեց, որ դեկանատից եւս որևէ մեկը դեպքը մեկնաբանելու ցանկություն չունի։ Լուր է նաեւ ուսանողական խորհուրդը։ Civilnet-ի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ուսանողական խորհուրդը, նախագահ Հասմիկ Ապրյանը պատասխանեց, որ դա իրենց գործը չէ։ Նա նշեց, որ կառույցի ներսում բոլորն էլ գիտեն, որ որոշումը քաղաքական պատճառ է ունեցել, սակայն ուսանողական խորհուրդը քաղաքականությամբ չի զբաղվում, ուստի ինքը հրաժարվում է պատասխանել։ Մանուկյանը նշեց, որ վիճարկելու է իրավական ակտի վավերությունը։ Քրեական խոսվածքի բացատրական բառարանով 1970-ից 1980-ականներին Օդեսայում ֆուցն էին անվանում բարոյական սկզբունքներից զուրկ տականք երիտասարդներին, որոնց Մոսկվայում անվանում էին Ուրլա, իսկ Սանկտ Պետերբուրգում գոպնիկ։